Կարապետյան կներեք Պարոն Կարապետյան, այսօրվա հանդիպման հետ կապված կա այսպիսի մեկնաբանություն, որ դուք արդեն ունեք ձեր գրպանում մանդատները վերցնելու որոշումը եւ հիմա դա փորձում եք նետել քաղաքացիների գրպանը, ասել քաղաքացիներն են դա ուզում, կա նման բան, թե չէ դուք ունեք նման բան։ Տեսեք, առաջի օրը ընտրությունների հաջորդող օրերը գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ են, քննարկումներ ենք ունենում, որ վստահ ասեմ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում կարծում եմ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ, այդտեղ պայելու բան չկա։ Սահմանադրական դատարանից հաշվի առնելով, որ ընդդիմադիրները տեսեք, ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չեն կարող մերժել պետական ինստիտուտները, պետք է մենք հարգենք մեր պետական այն ինստիտուտը, որը կարող է, եթե կամք դրսևորի, օրինականության շրջանակներում ապահովի ձայնագողության բացակայությունը, այսինքն ապահովի այն քայլը, որ ԲՀԿ-ի 50,000 մարդու ձայն չգողանան։ Այսօր հույս է տալիս այն, կներեք ինչ, իսկ 58,000 մարդու համար չպայքարենք մենք։ 58,000 ձեր հայրենակիցներ, պատկերացնում եք, այստեղ հավաքված լինեն, պատկերացրեք այստեղ հավաքված լինեն 58,000 մարդ, այո, 58,000 մարդ, եւ իրենց ձայները ձեր ֆինանսավորող կուսակցության ղեկավարը գողացել է։ Պարոն Կարապետյան, Քաղաքացիները արդեն տարածում են որոշ լուրեր, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գաստրոլյոր է եւ ինչ որ X ժամանակ հետո լքելու է ձեզ, գնալու է ուրիշ երկիր, նման պլաններ կան, թե չէ։ Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում եւ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի մենք ամեն ինչ անելու ենք, որ փոփոխություն լինի ու վերակառուցման գնա մեր երկիրը։ Այս խաբեությունները, որ հիմա այս մարդիկ անում են, մի ինչ որ ժամանակ կարող են մարդկանց աչքերն էլի թոզ փչել, բայց ամեն հաջորդ տարին իրենց վստահության տոկոսը անկում է ապրում, անխուսափելի է փոփոխությունը։ Իհարկե, մենք մարտահրավերների առաջ հանդես եկանք, ունեցանք մարտահրավերներ, հիմնական մարտահրավերները նրանք են, որ այս մարդիկ ինչքան երկար մնան իշխանության, այդքան շատ պրոբլեմներ ունենք։ Դուք տեսաք, որ առաջի երկրի օտարերկրյա երկրի ներկայացուցիչը, որ եկել է Հայաստան ընտրություններից հետո, չի եղել Եվրոպական միության ներկայացուցիչը, չի եղել այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չի եղել մեր արևան երկրների ներկայացուցիչը, եղել է Ադրբեջանի նախագահի օգնականը, ով եկել է Հայաստան եւ եղել է այն քաղաքում, որտեղ ոչ աշխատանքային օր եղել է Հայաստանի վարչապետը։ Սա նշանակում է, որ ինչքան երկար այս իշխանությունը մնա կառավարի Հայաստանում, այնքան շատ են վտանգները, այն վտանգները, որի մասին մենք հարյուրավոր անգամ բարձրաձայնել ենք եւ որի մասին վերջապես 2 օր առաջ նաեւ ձեր գոլեգաներից չեմ հիշում, ում հարցին պատասխանելով ընդունեց այսօրվա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, որ այո, Ադրբեջանում կա այդպիսի խոսույթ, նա քննադատեց այդ խոսույթը, բայց ամբողջ նախընտրական շրջանում հիշում եք ինչքան էին ասում չկա այդպիսի բան։ Ընտրությունից հետո ասեցինք Անդիմադիրները դրոշներ են դրել ազգային ժողովում։ Ինչ դրոշներ։ Դրոշները դրել են խորհրդարանում, սադրում են իրենք էլ։